Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ քննարկում ենք Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 9-րդ գլուխը, որտեղ քննարկում ենք Տեր Բրահմայի աղոթքները, որը ինքը մատուցեց Գերագույն Աստծո անձնավորությանը։ Տեսնում ենք, որ արիացիները իրենք շատ մեծ կարևորություն են տալիս հոգևոր գիտելիքին, շատ մեծ կարևորություն են տալիս այդ գիտելիքի կատարելությանը, չէ, եւ Տեր Բրահման այս պահին ինքը ներկայացնում է իր պատկերացումները, իր ընկալումը նյութական աշխարհի վերաբերյալ, նրանում ապրող կենդանի էակների վերաբերյալ, չէ, եւ այս պահին մեր թեման է այն, որ միայն Գերագույն Աստծո անձնավորության, գիտելիքի լսողության շնորհիվ միայն նրան հանդեպ նվիրված ծառայություն կատարելու շնորհիվ կարելի է ուրեմն ազատվել նյութական աշխարհի տառապանքներից, դուրս գալ այս աշխարհի ազդեցությունից եւ ինչպես կարծում են, հայտնվել հոգեվոր աշխարհում։ Անցյալ անգամ մենք ձեզ հետ քննարկեցինք 13 տեքստը, որը ինքը հնչում էր այսպես, որ սակայն մարդկանց բարեպաշտ կներեք մի տեքստ ավելի կարդամ, վերևը։ Տասերկուերորդ տեքստը հնչում էր այսպես. «Օ իմ Տեր, դու առանձնակի հաճույք չես ստանում գիսաստվածների երկրպագությունից, վերջիններս կազմակերպում են ճոխ ծիսակատարություններ, քեզ առաջարկելով երկրպագության ամեն տեսակի պարագաներ, բայց միևնույն ժամանակ պահպանում են բազմաթիվ նյութական ցանկություններ։ Քո անպատճառ ողորմածությամբ դու գտնվում ես բոլորի սրտում գերհոգու կերպարանքով ու բոլոր կենդանիակներին միշտ բարին ես կամենում, սակայն դու ոչ նվիրալների համար մնում ես անհասանելի»։ Ուրեմն սա էր Տեր Բրահմայի պատկերացումները, չէ, մենք ձեզ հետ խոսեցինք նյութապես մոտիվացված հոգևոր մարդկանց մասին, որոնք իրենք իրականում գալով հոգևոր դաշտ մտահոգված են միայն եւ միայն իրենց նյութական գոյությունը կարգավորելով։ Կամաց պատկերացում ենք կազմում, թե ինչպես են արիացիները իրենք նկարագրում գիսաստվածներին։ Եվ մենք տեսնում ենք, որ իրականում նրանք գիսաստվածներին համարում են կենդանեակներ, որոնք իրենք ուրեմն նյութապես պայմանավորված են, եւ դա նշանակում է, որ իրենց ցանկությունները չեն տարբերվում աթեիստ, այսինքն աստվածամերժ կենդանեակների ցանկություններից։ Բայց ինչու են իրանք համարվում առաքինի։ Իրանք համարվում են առաքինի, որովհետև այդ ցանկությունները իրականացնելու մեթոդներն են ընտրում առաքինի։ Եվ այսինքն որն է առաքինի մեթոդները։ Առաքինի մեթոդները կայանում են նրանում, որ կենդանեակները իրենք միմյանց հանդեպ ուրեմն թշնամանք եւ մրցակցություն չեն ցուցաբերում հիմնականում իրենք կարողանում են իրար հետ համագործակցել։ Մենք ձեզ հետ ունեցանք այդպիսի տեքստեր, երբ որ արդեն գիսաստվածներն էին աղոթք մատուցում Գերագույն Աստծո անձնավորությանը, եւ եթե հիշում եք, իրանք հենց այդ խնդրանքով դիմեցին Գերագույնին, որ այս պահին մենք չենք կարողանում գալ ինչ-որ մի եզրակացության, խնդրում ենք քեզ օգնիր մեզ, որպեսզի մենք կարողանանք իրար հետ համագործակցել եւ պատշաճ կերպով կատարենք մեր այն պարտականությունները, որը դու մեր վրա դրել ես, այն է նյութական աշխարհի ղեկավարներ լինելը։ Եվ ուրեմն մենք խոսեցինք մի քիչ մոտիվացված նվիրալների հոգեբանության մասին եւ քննարկեցինք այդ թեման, որ այն կենդանիակները, որոնք իրենք Գերագույն Աստծո անձնավորությունից միայն եւ միայն նյութական աշխարհի կյանքի ուրեմն կարգավորում են ակնկալում, իրենք ընդհանուր առմամբ ոչ մի իրական վերաբերմունք Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ չունեն։ Եվ դա արտահայտվում է այն պարզ ուրեմն իրավիճակի մեջ, որտեղ երբ որ կենդանիակները իրանք բավարարում են իրենց նյութական
ցանկությունները կամ գերագույն աստվածավորությունը կատարում է իրենց նյութական ցանկությունները, ապա այդպիսի աստավորությունները իրենք հանգիստ լքում են գերագույն աստվածավորությանը եւ գնում են վայելելու իրենց նյութական գոյությունը։ Տեր Բրահման ինքը խոսեց նրա մասին, որ ուրեմն գերագույն աստվածավորությունը ինքը այդքան էլ չի աստվում կամ իրան այդքան էլ դուր չեն գալիս այդ ճոխ ծիսակատարությունները։ Մենք քննարկեցինք, որ սա մի քիչ տարօրինակ պնդում է, որովհետև հենց գերագույն աստվածավորությունն էլ ինքը նախասահմանել է, թե ասենք բաները, ասենք զոհագործությունները իրենք ինչպիսին է պետք է լինեն։ Ուրեմն եթե ինքն է այդ մշակույթը հիմնել, ինչպես կարող է ինքը մնալ դժգոհ, չէ՞։ Եվ մենք խոսեցինք նրա մասին, որ իրականում ինքը չի բավարարվում, որովհետև այդտեղ բացակայում է գերագույն աստվածավորության համար ամենագլխավոր ֆակտորը կենդանեակների վերաբերմունքը իր հանդեպ։ Այսինքն միայն շահագործման մասին է խոսքը գնում, կներեք եւ ինչքան էլ ուզում է երկրպագությունը ինքը ճոխ լինի, իրենց սրտում այդ կենդանեակները միևնույն է այդ պահին մտահոգված են իրենց ցանկությունը կատարելու համար։ Եվ ուրեմն 13-րդ երգում տեքստում, որը մենք ձեզ հետ նայեցինք անցյալ անգամ, ուրեմն Տեր Բրահման ինքը խոսեց այսպես. Սակայն մարդկանց բարեպաշտ գործունեությունը, այն է վեդայական ծեսերի կատարումը, բարեգործությունը, ասկեզան եւ տրանսցենդենտալ ծառայությունը նույնպես օգտակար է, եթե մարդիկ անում են դա, դիտարկելով այն որպես քեզ երկրպագելու ձևերից մեկը եւ ձգտելով քեզ գոհացնել, մարդիկ դրա արդյունքները քեզ են զոհաբերում։ Նման բարեպաշտ գործունեությունը երբեք անարդյունք չի մնում, չէ՞։ Մենք ձեզ հետ խոսեցինք դրա մասին, որ ուրեմն Բրահման ինքը թվարկեց 4-5 շատ կարևոր գործողություններ, ուրեմն բարեգործությունը, վեդայական ուրեմն ծիսակատարությունների կատարումը, ողորմածություն բաժանելը, ասկետիզմը, այսինքն զգայարանների բանը զսպվածությունը, չէ՞, կամավոր եւ տրանսցենդենտալ կամ ուրեմն նյութական ցանկություններից ազատ ծառայությունը, որը կատարվում է գերագույն աստվածավորությանը, երբեք գերագույն աստվածավորության կողմից անպատասխան չեն մնում։ Հա? Խոսացվեց դրա մասին, որ մաքուր նվիրված ծառայությունը ինքը շատ բարենպաստ է կենդանեակների համար եւ այս բարենպաստ խոսքը ինքը այստեղ շատ կարեւոր է, չէ՞։ Սա նշանակում է, որ իրանք այդպիսի գործողությունները գերագույն աստվածավորության կողմից չեն հերկվում։ Հասկանում եք, ուղղակի այստեղ շատ կարեւոր է, թե այդ գործողությունները իրանք ներքին կենդանեակի ներքին մղումների իմաստով ինչ ուղղվածություն ունեն։ Եթե կենդանեակը ինքը այդ գործողությունները կատարում է գերագույն որպես երկրպագություն գերագույն աստվածավորությանը կամ նրա բավարարվածության համար, չէ՞, այսինքն մենք տեսնում ենք, որ այդ ներքին կենտրոնացությունը ինքը փոխվում է, կենդանեակը արդեն ոչ թե կենտրոնացած է իր բավարարման վրա, այլ ինքը կենտրոնացած է գերագույն աստվածավորությանը բավարարելու խնդիրների մեջ, չէ՞։ Եվ այդպիսի աստավորությունը ինքը ուրեմն ինքը չի տեսնում այդ 4-5 գործողությունները, դրանք են բարեգործությունը, քրոնական ծիսակատարությունները, ողորմածություն բաժանելը, ասկեզա եւ տրանսցենդենտալ ծառայությունը, չէ, իրանք չեն դիտարկում արդեն որպես ինչ-որ մի երևույթ, որը նախատեսված է ինքնաբավարարման համար, չէ, եւ այդ ամեն ինչը դառնում է երկրպագության ձև, որը մատուցվում է գերագույն Աստծո անձնավորությանը, որտեղ Բրահման ինքը հատուկ ասեց. ձգտելով բավարարել քեզ, հա, եւ սա ամենագլխավոր բանն էր, ակցենտն էր այս տեքստի։ Հասկանում եք, որ կենդանեակը ինքը ոչ թե մտահոգված է նրանով, որ ճիշտ գործի,
ոչ թե մտահոգված է ճիշտ գործի, որ իր համար ձեռնատու արդյունք ստանա, այլ ինքը մտահոգված է նրանով, որպեսզի իր արարքներից գերագույն Աստծո անձնավորությունը գոհ մնա։ Այսինքն կենտանեակի կենտրոնացման կետը ինքը իր վրայից փոխվում է եւ արդեն ուղղվում է դեպի գերագույն Աստծո անձնավորությունը։ Այդ ժամանակ կենտանեակը իր բոլոր գործողությունների պատուկները նվիրաբերում է գերագույն Աստծո անձնավորությանը։ Սովորաբար, երբ որ մենք խոսում ենք պատուկների մասին, մենք խոսում ենք արդյունքի մասին, չէ՞։ Այսինքն, պատուղը դա այն ամեն ինչն է, ինչ որ կենտանեակը ինքը կարող է վերցնել իրեն եւ իր համար օգտագործել։ Իսկ այստեղ Տեր Բրահման ինքը ասում է, որ կենտանեակները իրենք հրաժարվում են այդ պատուղներից եւ այդ պատուղները զոհաբերում են քեզ։ Հա, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իրենք այլևս ինքնակենտրոն գործողություններով զբաղված չեն։ Իրենք զբաղված են նրանով, որպեսզի բավարարեն գերագույն Աստծո անձնավորությանը, եւ Տեր Բրահման ինքը մի շատ կարևոր գաղափար առաջ քաշեց, որ այդպիսի ճիգերը երբեք գերագույն Աստծո անձնավորության կողմից ուրեմն անպատասխան չեն մնում։ Այսինքն, որ այդպիսի գործողությունները իրանք անհետք չեն մնում։ Իրենք հոգևոր տեսանկյունից շատ մտղաբեր են լինում, հա, ինչու համար, որովհետև իրանք ոչ թե միայն փոխում են կենտանեակի արտաքին կյանքը, այլև փոխում են իր գիտակցության կենտրոնը, այսինքն ինչի վրա է կենտանեակը կենտրոնացած, չէ՞։ Երբ որ խոսքը գնում է, ուրեմն բանի բարեգործության մասին, այսինքն բարեգործությունը ինքը դա ոչ թե ոնց ասեմ, էլի, դա ոչ թե ինչ որ բարոյականության մեջ ճիշտն է, հասկանում եք, այլ դա կյանք է, որտեղ կենտանեակը իրան ներդաշնակության մեջ է բերում, հա, բարձրագույն կարգավորվածության հետ։ Իսկ բարձրագույն կարգավորվածությունը կյանքի առաջարկում է նյութական աշխարհում ապրողներին գերագույն Աստծո անձնավորությունը։ Ինչու է սա կարևոր, որովհետև մենք միշտ ձեզ հետ խոսացել ենք, որ եթե որևիցե մի սկզբունք առաջադրում են նյութական աշխարհում ապրող պայմանավորված հոգիները, դա միշտ վերջնականում իր մեջ ունի շովինիզմի հիմքը։ Եթե այդ նույն բանը անում է գերագույն Աստծո անձնավորությունը, դա անում է հանուն համընդհանուր բարօրության, չէ՞, եւ հենց դա է կոչվում բարձրագույն կամ կարգավորվածություն։ Եվ կենտանեակը, որը ինքը հավաքում է բարեպաշտություն, չէ, ինքը այն անձնավորությունն է, որը ուղղակի իր կյանքը համապատասխանեցնում է այդ բարձրագույն կարգավորվածությանը, չէ։ Հիմա եթե Տեր Բրահման ինքը խոսեց ասկետիզմի մասին, հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում ասկետիզմ։ Ասկեզա բառը դա իրականում հունական բառի արմատ ունի, չէ, եւ նրա հոգեվոր իմաստը դա արդեն խոսքը գնում է, ուրեմն, դիսցիպլինայի մասին, խոսքը գնում է վարժությունների մասին, խոսքը գնում է այդ էլ ինչ-որ բաների, որ կենտանեակը ինքը իր վրա է վերցնում, կամավոր իր վրա է վերցնում ինչ-որ սահմանափակումներ, չէ, եւ այդ սահմանափակումների մեջ զբաղվում է ինչ-որ մի դիսցիպլինայով։ Ժամանակի ընթացքում մենք ձեզ հետ տարբեր ասկեզաներ կդիտարկենք, չէ։ Հաջորդը դա բանն էր, զոհը, այսինքն զոհաբերությունը։ Այստեղ շատ կարևոր է տրամադրությունը, որովհետև կենտանեակը ինքը կարող է ինչ-որ մի բան զոհաբերել Աստծո համար շահադիտական նպատակներով, բայց զոհաբերելուց այդ ինչ որ ինքը զոհաբերում է,
ընկալի որպես իր համար կորուստ։ Եվ դա գերագույն աստվածավորության համար արդեն զոհաբերություն չի։ Իր համար զոհաբերություն է այն, ինչ որ կենդանիակը տալիս է Աստծուն սիրով եւ շռայլությամբ։ Հասկանում եք։ Այսինքն զոհը դա միայն այն չի, որ կենդանիակը ինքը ինչ-որ մի բանից իրան զրկում է։ Այդ զրկումը դա գերագույն աստվածավորությունը այդպիսի տրամադրությունը ընդհանրապես պետք չի, որովհետև գերագույն աստվածավորությունը ինքը ոչ մի զոհաբերության կարիք չունի։ Տիեզերքում ընդհանրապես տիեզերքում բոլոր աշխարհներում ինչ կա չկա, ամեն ինչի իրան է պատկանում։ Ինքը այդ չգիտեմ չնչի բաների զոհագործության կարիքը չունի։ Դրա համար իր համար միշտ կարևոր է ներքինը, թե ինչ տրամադրությամբ է կենդանիակը ինքը դա անում։ Հասկանում եք, եւ որ կենդանիակը ինքը ճիշտ զոհաբերում է որպես նվիրատվություն գերագույն աստվածավորությանը եւ անում է դա շռայլ սրտով, չէ՞, այդ ժամանակ ինքը ճիշտ վիճակի մեջ է, որովհետեւ ինքը փաստացի ընդունում է, որ սա իմը չի։ Ու ես ոչ թե քեզ նվեր եմ անում, այլ ես վերադարձնում եմ քեզ քոնը։ Հասկանում եք։ Հիմա ինչ վերաբերվում է պտուղին, հա, ապա ամեն մի գործողություն կներեք, դա ամեն մի գործողություն ինքը ունի իր արդյունքը։ Եվ հոգևոր տեսանկյունից, չէ, այդ արդյունքը ինքը շատ վտանգավոր է սեփականաշնորհելը։ Հասկանում եք։ Ինչու՞։ Որովհետև այստեղ ուրեմն կենդանիակը ինքը ինչ է մտածում։ Կենդանիակը ինքը մտածում է, որ եթե ինքը ինչ-որ մի արդյունք ստացավ, դա եղավ ի շնորհիվ իր արժանինքների, իր հաջողության, իր ուժի կամ իր ճշտի, եթե կարելի է այդպես ասել, հա, կամ իր բարոյականության հաշվին։ Հասկանում եք, չէ՞։ Եվ կենդանիակը ինքը երբ որ ինքը մտածում է, որ դա իր հաշվին եղավ, ինքը կարողանում է այդպիսի մտածելակերպ զարգացնել, որ դա ուրեմն հենց պտուղն էլ պիտի ինձ պատկանի։ Երբ որ կենդանիակը ինքը հասկանում է, որ իրականում եթե ինքը կատարում է իր նախասահմանումը, դա նշանակում է, որ ինքը կատարում է գերագույն աստվածավորության կամքը, եւ գերագույն աստվածավորությունն է որոշում, թե ըստ ուրեմն արժանինքների կենդանիակները ինչ կստանան։ Բhagavad Gita-ն թե Շրի Կրիշնան ինքը հենց այդ երկու ֆակտորը ուրեմն քննարկում է որպես որոշիչ։ Ինքը ասում է կենդանիակների ճիքերը, այսինքն թե ինչ են իրանք վաստակել, եւ իմ կամքը, թե ինչ է, թե ինչպես է որոշվում, թե ով ինչ է վաստակել, դա ուրեմն գերագույն աստվածավորությունից է կախված, չէ՞։ Եվ դրա համար կենդանիակը ինքը պետք է հասկանա, որ արդյունքը իրականում իրան չի պատկանում։ Եվ երբ որ ինքը իր գործողությունների արդյունքները նվիրաբերում է գերագույն աստվածավորությանը, որպեսզի գերագույն աստվածավորությունը վայելի, չէ՞։ Այդ ժամանակ, ինչպես ասեց Տեր Բրահման, ոչ մի այդպիսի գործողություն ինքը անպատասխան գերագույն աստվածավորության կողմից չի մնում։ Հիմա հաջորդ թեման, որը քննարկվեց, դա ուրեմն երկրպագությունն է, չէ՞։ Սա ուրեմն երկրպագությունը ինքը խոսում է նրա մասին, որ եթե պատկերավոր ասենք, խոսում է նրա մասին, որ կենդանիակը ինքը ծնկի է գալիս Աստծո առաջ։ Գիտեք, իմ կյանքում այդպիսի մի փոքրիկ էպիզոդ է եղել, որտեղ ես առաջի անգամ էի տեսնում գոռոզ մարդ։ Իմ ուսանողներից էր այդ երիտասարդը։ Այնպես ստացվեց, որ խմբում մենք մի քիչ փիլիսոփայում էինք դասերից դուրս, դա այն տարիներին էր, երբ որ արդեն ուրեմն նոր էր կատարվել Սպիտակի երկրաշարժը, բոլորը խառնված էին իրար,
սովետական միությունը քանդվեց, ասենք այդպես ինչ-որ խառը իրավիճակ էր եւ դասերի ժամանակ մեկ-մեկ լինում էր այնպես, որ թեմաներ էին բացվում, փորձում էինք հասկանալ ինչ է կատարվում, ֆիլիսոփայում էինք ինչու ոչ, նաեւ հոգեվոր թեմաների շուրջ, հա։ Եվ ուրեմն այդպիսի մի հատ խումբ կար, որտեղ ես փոխարինում էի հիմնական դասախոսին եւ մտածեցի ընդամենը մի դաս պիտի փոխարինեմ, ասես ինչ-որ զրույց անցկացնենք, ուղղակի ժամ անցկացնելու համար, մինչև իրենց դասախոսը կգա եւ թեման կտանի այնպես, ինչպես ինքն է սովորաբար տանում։ Եվ ուրեմն այդպես զրույցի ժամանակ այնպես ստացվեց, որ խոսեցինք վեդաների մասին, արիացիների մասին եւ այլն, եւ ուսանողներ եղան, որոնք իրանք մեծ հետաքրքրություն ցույց տվեցին այդ թեմայի շուրջ, եւ ուրեմն մոտակա օրերին ցանկություն հայտնեցին գալ մեր, երբ որ մենք ուրեմն հոգեվոր մարդկանցով հավաքվում էինք, մեր հավաքին։ Արական քաղաքակրթության մեջ կա այդպիսի սովորություն, որ մարդիկ իրենք խոնարհվում են աստվածություններին։ Ոչ թե ուղղակի այսպես են անում, այլ լրիվ ծնկաչոք խոնարհվում են։ Եվ ուրեմն այդ խմբից մի քանի հոգի, մի 10 հոգի եկել էին ինձ հետ միասին, եւ երբ որ բանը սուրբ այդ անկյունը բացվեց, գիտեք, բոլոր ուսանողները, երբ որ տեսան, որ մենք խոնարհվում ենք, իրենք էլ շատ պարզ հասարակ, այսպես հեշտ, ես նույնիսկ զարմացա, թե ինչ հեշտությամբ, իրենք խոնարհվեցին։ Եվ այդտեղ կար մի երիտասարդ, որը ինքը այսպես ձեռքերը ծալած, հա, այսպես մնաց կանգնած, այսպես հպարտ տեսքով։ Եվ տղաները այդպես իրենց այսպես շալվարից քաշում էին, որ դու էլ խոնարհվի, հա, ինքը գլխով այսպես արեց, որ չէ, չեմ խոնարհվելու, հա, եւ երբ որ արդեն բոլորը վեր կացան, երեխաները իրան բնականաբար հարցրեցին, ինչու այդպես արեցիր, բա, ասենք, ինչ կար այդտեղ, բան, ու ինքը գիտեք, այսպես գոռոզ պատասխան տվեց, ասեց, ուզում է Աստված չլինի, ով ուզում է լինի, ես ոչ մեկ չի կարող ինձ տեսնի, ինչ որ մեկի առաջ չոքած։ Ես առաջի անգամ էի այդպիսի գոռոզության հետ շփվում, եւ հետո մտածեցի, որ հետաքրքիր է, էլի, այսպես երբ որ նայում ես, չէ, ազգություններ կան, որոնք իրենք ազգովի սովորություն ունեն Աստծո առաջ չոքելու։ Ազգություններ կան, որոնք իրանք ուղղակի այսպես գլխով են խոնարհվում Աստծո առաջ, հա։ Իսկ ազգություններ կան, որոնք ընդհանրապես հանգիստ մտնում են, նույնիսկ գլխով չեն խոնարհվում։ Եվ դա ինչ որ շատ յուրահատուկ հոգեբանության մասին է խոսում, չէ։ Եվ երբ որ այստեղ ասում է երկրպագություն, չէ, դա միշտ այդ հարգանքով լի խոնարհվելու վիճակն է, չէ։ Այսինքն իսկ երբ է կենդանիակը ինքը կարողանում այդպես վարվել։ Ինքը կարողանում է այդպես վարվել այն պարագայում, երբ որ ինքը մտածում է, որ ինքը չի կենտրոնը, որ իրանից շատ ավելի արժանի ազնվորություններ կան, որոնք իրենք կենտրոն են։ Եվ ինքը այնքան փոքրիկ է այդ ազնվորությունների համեմատ։ Խոսքը հիմա գնում է Աստծո մասին, չէ՞, մասնավորապես։ Այնքան փոքրիկ է այդ ազնվորությունների համեմատ, որ կարող է եւ այո, ինչու՞ չէ, ծնկի գալ նրանց առաջ։ Հասկանում եք, ուրեմն ինչ ասեց Տեր Բրահման։ Ինքը ասեց, որ ոչ ծիսակատարությունները, ողորմածությունը, բաները, ճգնությունները, ուրեմն եւ նույնիսկ ասենք բարի եւ սուրբ գործերը, չէ, իրենք չեն կորցնում իրենց արժեքը եւ շատ բարենպաստ են կենդանիակի համար, եթե ինքը ուրեմն այդտեղ ոչ թե տեսնում է իրա, այ ես ծիսակատարություն կատարեցի կամ ես ողորմություն տվեցի, հա, կամ ես ճգնություն արեցի, այլ որ ինքը համ իր առաջ է թատրոն խաղում, որ այսպես ինքը իրան ես ինչ որ արժեքավոր մի բան զգա, չէ, եւ այդ նույն թատրոնը խաղում է ուրիշների համար, որպեսզի հարգանք բանանի, այսպես դեմոնստրացիա է անում այդ ամեն ինչը, ուրեմն դա արդեն այդ
Դա է, որ կենթանիակը ինքը կոնկրետ պտուղի նյութական պտուղի համար է դա անում, չէ, որպեսզի ինչ-որ կերպ ընդունված լինի։ Բայց երբ որ կենթանիակը այդ նույն գործողությունները անում է որպես երկրպագություն Գերագույն Աստծո անձնավորությանը, չէ, այդ ժամանակ է, որ այդ գործողությունները իրականում, ոնց ասեմ էլի, ոնց որ այդ գործողությունների ներքին բանը, ռեսուրսը, ներքին ուժը, ինքը այդ ժամանակ է, որ բացվում է, հասկանում եք, և երբ որ կենթանիակը ինքը այդ նույն գործողությունները անում է Գերագույն Աստծո անձնավորությանը բավարարելու համար, այլ ոչ թե որ ինքնահաստատման համար, հասկանում եք, և երբ որ ինքը այն պտուղները, որը ստանում է, չի սեփականացնում իրեն, այլ նվիրաբերում է Գերագույն Աստծո անձնավորությունը, չէ, ուրեմն Տեր Բրահման ինքը մեծ համոզմունքով ասեց, այդպիսի գործողությունները երբեք չեն մնում անպատասխան, չէ, և մենք ձեզ հետ խոսեցինք դրա մասին, որ իրականում այս տեքստը ինքը շատ կարևոր տեքստ է, հա, ինչու համար, որովհետև ինքը այսպես էլի ուղղում է հասկացողության են բերում այն գաղափարները, որը հնչել են սրանից առաջվա տեքստերում, հասկանում եք, այսինքն երբ որ ինքը օրինակ մատնանշեց, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդքան էլ չի բավարարվում, երբ որ ինչ-որ ճոխ ծիսակատարություններ են կատարում, չէ, բայց այստեղ ինքը արդեն այսպես էլի մատնանշեց, որ եթե ինչու, որտեվ այդ ծիսակատարությունների ժամանակ կենթանիակները իրար մտածում են, թե ինչ պտուղ են ստանալու Աստծուց, դա բան չի էլի, երկրպագություն չի, հասկանում եք, և ուրեմն երբ որ Բրահման ինքը բավականին խիստ ցույց տվեց այդ կետը, չէ, որը ինքը բան է էլի, պտուղ չբերող երկրպագություն է, հասկանում եք, որովհետև կենթանիա, հատկապես հոգևոր պտուղ, ինչու, որովհետև կենթանիակը ինքը կենտրոնացած է իր նյութական ցանկությունների վրա, հասկանում եք, և այստեղ ուրեմն բանը հետևությունը, որը Տեր Բրահման ինքը արեց, բավականին չոր էր, չէ, որ բոլոր տեսակի բարեպաշտ գործողությունները իրանք այսպես կասկածելի են, կամ երկրորդական են, կամ համարյա բան են, անօգուտ են, չէ, եթե Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բավարարված չի մնում, հա, բայց մենք տեսանք, որ այս տեքստում 13-րդ տեքստում Տեր Բրահման ինքը նշեց, թե ինչու ինքը այդպես ասեց, հա, որովհետև կարևորը ոչ թե այն է, թե կա ճիշտ գործողություն, թե չկա, ինչ-որ պարագաներում իհարկե դա էլ է կարևոր, բայց վերջնականում այն լուրջ արդյունք ստանալու համար, չէ, ուրեմն խնդիրը նրանում չի, թե կա գործունեություն, թե չկա գործունեություն, հա, խնդիրը նրանումն է, թե այդ գործողությունը կենթանիակը իր ներսում ում է վերագրում, այսինքն ես ում համար եմ սա անում, իմ համար, թե որ Գերագույն Աստծո անձնավորությունը կողմնա, չէ, այսինքն ոչ ծիսակատարությունները, ոչ ողորմածությունը, ոչ ճգնությունները, ոչ ծառայությունը Բրահման չէր հերքում, հասկանում եք, և հիմա այս 13-րդ տեքստում ինքը ասեց, որ այդ բոլոր գործողությունները իրանք ռեալ կարող են շատ բարենպաստ լինել կենթանիակի համար, բայց երբ միայն այն ժամանակ, երբ որ մարդը ինքը դադարում է, հասկանում եք, դադարում է լինել եսակենտրոն, դադարում է մտածել միայն իր մասին, որտև եսակենտրոնը միայն իմ մասին, կամ ասենք, տարածված էգոիզմ, հա, տարածված էգոիզմը որն էր, իմ մասին և նրանց մասին ում հանդեպ ես կապացություն ունեմ, չէ, ուրեմն Տեր Բրահմայի գաղափարը կայանում էր նրանում, որ բոլոր տեսակի բարեգործությունները, չէ, պետք է անել ոչ թե ինքնահաստատման համար, ոչ թե նրա համար, որպեսզի բանը կենթանիակը ինքը ինչ-որ բան էլի, զասլուգը ոնց է հայերեն,
անհավաքի էլի, շատ տնավարի ասեմ էլի, աչոկներ հավաքի, հա, ոչ թե նրա համար, որ ինքը իրան այսպես շատ, այսպես բան էլի, ճիշտ մարդ զգա, հասկանում եք, կամ հասնի ինչ-որ հոգևոր բարձունքների, եթե ինքը այդ նպատակներով է կատարում բարի գործերը, ապա ինքը մնում է սահմանափակ, հասկանում եք, բայց երբ որ այդ նույն գործողությունները իրանք կատարվում են, ուղղակի նրա համար, որպեսզի գերագույն Աստծո անձնավորությունը գոհանա, չէ, այ ներքին ստրուկտուրան ինքը փոխվում է, եւ արտաքինից կենդանիակները անում են նույն բանը, հասկանում եք, բայց ներքինից, չէ, դա շատ նուրբ տարբերություն է, երբ որ կենդանիակը այդ նույն գործողությունները կատարում է ինքը իր համար, եւ երբ որ կատարում է նրա համար, որ գոհանա գերագույն Աստծո անձնավորությունը, հասկանում եք, то есть կամ ինքը իր սեփական անձի համար ինչ-որ բան է կառուցում, չէ, կամ նվիրաբերում է Աստծուն, չէ, եւ այստեղ է այդ անցնում այդ սահմանը, հասկանում եք, երբ որ դա կրոնական է, հիմա էլ կրոնական էգոիզմ է, հա, եւ իրական բարեպաշտ գործողություն, այս էր քննարկում Տեր Բրահման, չէ, դրա համար ինքը շատ կարևորեց ձգտելով բավարարել քեզ, հասկանում եք, եւ այս բառակապակցությունը, այս նախադասությունը, այս գաղափարը ինքը այդ բանը է անում, էլի հերվածնում է այդ բարեգործության բանը, գաղափարը բանից էլի կոպիտ ընկալումից, հասկանում եք, որ կարևորն է, որ դու դա անես, կարևոր չի թե քո մեջում ինչ ես մտածում, Տեր Բրահման հիմա ասում է, ոչ, գերագույն Աստծո անձնավորության համար, կարևոր է ինչ ես դու դրա այդ ընթացքում ինչ ես մտածում, այսինքն ներքին ֆակտորն է ամենակարևորը, հասկանում եք, սա ինչու համար է կարևոր, չէ, որտեղ մեր ժամանակներում ազգեր կան, պետություններ կան, հասկանում եք, որոնք իրանք ինչ-որ կրոնականության են հետևում եւ փորձում են այդ կրոնականության ծեսերը կատարել, չէ, եւ հետո տեսնում են, որ այդ ծեսերի կատարումը մնաց անպատասխան, հիմա արիացիները մեզ բացատրում են, թե ինչու, որովհետև իրականում գերագույն Աստծո անձնավորության մասին ոչ այդքան կարևոր է թե կենդանիակը ինքը ինչ է անում, ինչքան կարևոր է թե ում համար, հասկանում եք, այսինքն խոսակցությունը ոչ թե նրա մասին է գնում, թե ինչքանով ես դու ճիշտ վարվում, կամ ինչքանով ես դու լավը, կամ ինչքանով ես դու կարգավորված, կամ օգտակար, հա, հասկանում եք ինչու, որովհետև այդ բոլոր գործողությունները իրանք կարող են սնուցել կենդանիակի նյութական եսը, հա, բայց երբ որ կենդանիակը ինքը այդ նույն բանը անում է գերագույն Աստծո անձնավորության համար, այ կակրաս սա շատ, կարելի է պատկերավոր ասել, շատ մեծ հարված է կեղծ եսի համար, հա, եւ այդ դա է, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գնահատում է, հասկանում եք, եւ այսպիսի մոտեցումը ինքը լրիվ փոխում է գործողությունների հոգևոր բնույթը, երբ որ մենք հասկանում ենք, թե որն է իրականում, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ընդունում է որպես հոգևոր գործողություն, դա ներքին ֆակտորն է, հասկանում եք, հիմա ուրեմն եւ դրա մասին էր ուրեմն 13-րդ գլուխը, չէ, եւ այդտեղ ուրեմն եթե անձնավորությունը ինքը ասենք գործողություն է կատարում, հա, եւ լավ արդյունքներ է ստանում, այդ լավ արդյունքները ստանալուց կենդանիակը միշտ ձգտում է, հա, ներկայացնել այնպես, որ այ լավ պտուղները էդի իրանն էին, այսինքն ես արեցի, ես հասա, ես դարձա ավելի լավը, ես վաստակեցի, ես կուտակեցի, այսինքն
ինչ որ լավ բան է տեղի ունեցել, արեցի ես։ Հասկանում եք։ Ես կյանքում այդպիսի մի դրվագ եմ ունեցել, երբ որ կար ինչ-որ մի այդպես փորձանքի մեջ ընկած մարդ կար, որը ինքը այսպես բավականին հզոր անձնավորություն էր, եւ ինձանից օգնություն էր խնդրել։ Ես փորձեցի օգնեմ իրեն, բավականին այսպես գլուխ չգողամ, բավականին ծավալուն գործ արվեց իրան այդ վիճակից հանելու համար։ Գիտեք, երբ որ արդեն հաջողությունը սկսեց գալ եւ ինքը սկսեց վերականգնել իրեն, նորից ոտքի կանգնել եւ այլն, այդպես մի օր ինքը վերացավ, անմիջապես վերացավ։ Մի օր պատահական հանդիպեցինք եւ ինքը այսպես ինքնավստահ ինձ պատմում էր, որ այո, բոլորը խոսում են նրա մասին, թե ես ինչպես կարողացա ոտքի կանգնեմ, ես հիմա համարյա թե հերոսի համբավ ունեմ, ինքը այնպես էր գլուխ գովում իմ առաջ, հասկանում եք, որ ես այսպես զարմացած այդ մարդուն լսում էի, ասած մեծ ինչ է դարքիրա էլի։ Հիմա ինքը դաժե չի ամաչում, թե ինչ է խոսում եւ ում առաջ է խոսում։ Հասկանում եք, ասա այլ որ լավ մտորներ եկան, բայց եթե հանկարծ, օրինակ չհաջողվեր իրան ոտքի կանգնացնել, չէ՞, այ արդյունքը ի՞նչն էր լինելու։ Այ վատ մտողը ինքը անպայման գալու էր ասել, դա դուք արեցիք, այ դուք չկարողացաք, դրա համար ոչ մի բան չի ստացվում, չգիտեմ, էս, չէ՞։ Բայց երբ որ հաջողությունն է գալիս, շատ հաճախ կենթանիակը անմիջապես իրեն է բանանում էլի, պրիսվայվայդ, համարում է, որ ինքն է, այդ լավ պտուղները, դա ինքը արեց, և այն նույն բանը, հասկանում եք, տեղի ունենում և գերագույն աստվածնավորության հանդեպ, և այդ ժամանակ կենթանիակը ինքը ինչ է մտածում, որ այ ես բարեգործություն եմ արել, կամ այ ես սա եմ արել, ինչ պիտի լինի, այ գերագույն աստվածնավորությունը պարտավոր է ինձ հատուցել, ոչ թե հատուցել, вознаградить, կներեք մի հատ այդ խոսքը все-таки նայեմ, հա? Պարգևատրել, հա, այսը, պարտավոր է ինձ պարգևատրել, հասկանում եք, իսկ այստեղ Տեր Բրահման ինքը ուղղակի ուրիշ բան, ուրիշ միտք առաջ քաշեց, հասկանում եք, ինքը ուղղակի ասեց, որ դա գերագույն աստվածնավորության բնավորությունն է, ինքը ասում է, դա քո բնավորությունն է, հա, որ եթե կենթանիակը ինքը այդ 5 գործողությունները կատարել է եւ կատարել է, որպեսզի դու գոհ մնաս, երբեք այդպես չի լինում, որ դու դա անպատասխան թողնես։ Մենք խոսեցինք անցյալ անգամ, չէ՞ դրա մասին, որ իրականում այս գաղափարը ինքը շատ կարևոր գաղափար է։ Ուղղակի մենք պետք է իմանանք, թե որն է Աստծո պատասխանը, որովհետև շատ հաճախ գերագույն աստվածնավորությունը ինքը պատասխանում է, իսկ կենթանիակը այսպես բան էլի, ոնց ասեմ, բան էլի, ուսոր ակաշների հետև է գցում, նույնիսկ չի էլ նկատում, ինչու, որտև ինքը չի իմանում, չունի այդ կրթությունը, որ ինքը իմանա, որ այս սա էր, որ պետք է կալվի որպես Աստծո այդ բան էլի, պարգևատրում, չէ՞։ Եվ ուրեմն մենք կարող ենք նկատել, որ հոգևորական տեսանկյունից այս տեքստը ինքը շատ կարևոր մեխանիզմ բացեց մեր համար, ինչ իմաստով, որ Տեր Բրահման ինքը փաստացի այդ գաղափարը առաջ քաշեց, չէ՞, որ ճիշտ գործողությունը ինքը կարող է կենթանիակի կեղծ եսը ուժեղացնել, իսկ կարող է մաքրագործել իրան, եւ դա կախված է նրանից, թե ինչ իմաստ է ինքը դնում այդ գործողությունների մեջ, հասկանում եք, այսինքն ազնվորությունը ինքը իրականում, չէ, եթե մենք այդպես խոսանք,
իրականում ասենք այդ առաքինության գոյավիճակը, որի մասին ես շատ խոսում եմ, չէ, երբ որ մարդը ինքը գալիս է հոգևոր կյանք, ինքը իմանում է, թե ինչ է նշանակում առաքինի, եւ հիմա որպեսի հոգևոր մարդկանց հասարակության մեջ վայելի բան հարգանք, չէ, ինքը այնպիսի գործողություններ է կատարում, օրինակ, ինքը կարող է տալ ողորմություն, ինչու համար, որպեսի ստեղծի բարիի կերպար, այսինքն ոչ թե այն պատճառով, որ ինքը կարեկցում էր նրանով բանի մեջ էր, կարիքի մեջ էր, այլ ինքը աշխատում է իր կերպարի վրա, որպեսի կողքից մարդիկ տեսնեն, որ ինքը բարեգործությունը ողորմություն է բաժանում, որ համարեն, որ ինքը բարի է, հա, կամ ասենք, ինքը կարող է զգայարանները ղեկավարել, հասկանում եք, բայց ոչ թե դրա համար, որպեսի բարոյական լինի, այլ կարող է զգայարանները ղեկավարել, որպեսի առավելություն ունենա, հա, կամ ինքը կարող է կատարել կրոնական ծիսակատարություններ կամ կրոնական գործողություններ, հա, բայց կատարի դա ոչ թե որ գերագույն Աստծո ազնվորությունը բավարարված մնա, այլ բան բարունայում ապահովագրություն, հա, այլ իր ապահովության համար, որտեղ ինքը գիտի, որ կրոնական ծիսակատարությունները շատ ուժեղ պաշտպանողական ուժ ունեն, չէ, հա, հիմա, եւ ինքը կարող է ծառայել, որովհետեւ ինչ-որ բանի կարիք ունի եւ մտածում է, որ եթե ծառայի, իր կարիքը կբավարարեն, հասկանում եք, եւ այլն, այսինքն մարդը ինքը խաղում է, որ ինքը առաքինի ազնվորություն է, եւ գերագույն Աստծո ազնվորությունը այդ դեպքում նրա կատարած գործողությունների վրա չի նայում, ինքը նայում է, թե ինչպիսի ներքին մղումով, այսինքն ինչի համար է ազնվորությունը այդ գործողությունները անում, հասկանում եք, այսինքն ինքը առաքինի գործողությունները դեռ երաշխիք չեն, որ կենդանեակի սիրտը մաքուր է, հասկանում եք, էգոն ինքը կամ էգոն դա կենդանեակի համար ավելորդ ես է, չէ, էգոցենտրիզմը, հա, եւ այդ էգոն ինքը շատ գեղեցիկ կերպով կարողանում է բանանել, սնունդ ստանալ եւ ուռչել եւ լավ գործերից, հասկանում եք, եւ դրա համար է, որ հիմա Տեր Բրահման ինքը այդ թեման ընդհանրապես քննարկում է, հասկանում եք, եւ ուրեմն սա հոգեբանորեն շատ կարևոր բաններ, շատ կարևոր թեմա էր, հաջորդ գաղափարը, որը ինքը շատ ծավալուն խոսակցության գաղափար է, դա այն է, որ կենդանեակը ինքը պետք է իր գործողությունների արդյունքը կամ պտուղը նույնպես զոհաբերի գերագույն Աստծո ազնվորությանը։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է դրա համար, որպեսզի կենդանեակը իրեն չվերագրի իր արդյունքը։ Որովհետև վերջնակետում, թե որ կենդանեակը ինքը ինչ արդյունք է ստանալու, մենք արդեն քննարկեցինք, չէ, որ դա գերագույն Աստծո ազնվորության կամքով է որոշվում։ Այդ կամքը ինքը կամայական չի։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մանրակրկտորեն հաշվի է նստում նրա հետ, թե տվյալ կենդանեակը ինքը ինչ արած չարած ունի իր անցյալ կյանքերում եւ թե ինչու՞ չէ նաեւ այս կյանքում։ Հասկանում եք, հա, հիմա ինչու համար է գերագույն Աստծո ազնվորությունը հենց այդ պայմանը առաջ քաշում, որ կենդանեակը հենց պտուղը պիտի տա, չէ, որովհետև իրականում ամեն մի գործողության մեջ պտուղը դա ամենավտանգավոր կետն է, հասկանում եք, եւ վտանգը ինքը միշտ չի, որ հենց արարքի մեջ է, վտանգը ինքը շատ հաճախ գալիս է այդ ներքին բանը էլի,
այն ներքին մտավիճակից, թե ինչպես է կենդանեակը ինքը մտածում, թե ինքը ինչպես պիտի վայելի այն, ինչ որ ստանալու է։ Հասկանում եք։ Այսինքն հոգեբանության տեսանկյունից Տեր Բրահման ինքը դիմում է հիմա կենդանեակներին, ինձ, ձեզ, բոլորին, ովքեր լսում են այս խոսակցությունը, կախված չի թե ընդհանրապես ով է նա ներկայացնում, չէ, որ ինքը խորհուրդ է տալիս կենդանեակին այդ ճիշտ գործողություններ կատարելը, չսարքել, դու այսպես պատկերավոր ասեմ, չսարքել հայլի, որպեսզի այդ հայլու մեջ նայես ու ինքդ քեզանով հիանաս, թե դու ինչ լավ գործողություններ ես կատարում։ Հասկանում եք, այսինքն Տեր Բրահման ինքը խոսում է նրա մասին, որպեսզի կենդանեակը ինքը առաքինի գործողությունները չվերածի առևտուրի։ Հասկանում եք։ Հա? Եվ այդ իմաստով այդ վերջի նախադասությունը, որ ինքը ասեց, որ եթե արդեն կա այդպիսի հոգևոր գիտակցություն, որ կենդանեակը ինքը ինչ էլ ուզում է անի, ինչ պտուղ էլ ուզում է ստանա, այդ պտուղը տալիս է քեզ, որպեսզի դու այլես, չէ՞։ Եվ հենց այդտեղ Բրահման ասում է, բայց քո բնավորությունը այնպիսին է, որ այդպիսի գործողությունը դու երբեք անպատասխան չես թողնում։ Հա? Եվ սա ինչ է անում Տեր Բրահման այստեղ այդ նախադասությամբ, այդ գաղափարով, այսպես հաստատուն հիմք է դնում, չէ՞, կրոնական մարդու ոտքերի տակ։ Հասկանում եք, որտեղ կրոնական մարդը ինքը հասկանում է, որ նույնիսկ եթե ինքը այս պահին այդքան էլ մաքուր չի, նույնիսկ եթե իր ճանապարհը դեռ ավարտված չի, հա, բայց ճիշտ ուղղված գործողությունները իրանք միևնույն է մաքրագործում են կենդանեակին եւ միևնույն է աշխատում են ի կենդանեակի բարօրություն։ Եվ այս գաղափարը, որը Տեր Բրահման ինքը առաջ քաշեց, հա, որ ոչ մի բանը հենց այնպես չի անցնում, չէ, այսինքն դու միշտ ուշադիր ես այդ կետում, չէ, սա իրականում ինքը շատ մեծ ոգեշնչող եւ կենդանեակին, այսպես էլի, հիմք տվող գաղափար է։ Սա շատ բան էլի աջակցող միտք է։ Հասկանում եք։ Եվ ամենակարևորը դա է, որ մենք այստեղ պիտի հասկանանք, որ իրականում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ անշահախնդրությունը միանգամից չի, որ բան է, էլի, եսի միջ անշահախնդրություն է պահանջում կենդանեակից։ Հա? Ինքը ընդհանրապես ասում է, եթե ես տեսնում եմ, որ կենդանեակը ինքը ճիշտ է ուղղված։ Իսկ այդ ուղղվածությունը ինքը այդ դրա մասին է խոսքը, որ ասենք ինքը հենց ուղղված է նրան, որ ինձ բավարարի։ Հա, հիմա տեսեք, սրտի մաքրագործման տեսանկյունից այս տեքստը մի շատ հետաքրքիր եւ շատ նուրբ անարդա է քննարկում։ Ես հույսով եմ, որ արդեն անարդախոսքը սովորել եք, բայց հիմա միևնույն է նորից ասեմ, անարդան դա կենդանեակի սրտի կեղտոտվածությունն է։ Հա, իսկ ուրեմն կենդանեակները համարվում է, որ իրանց սիրտը այդքան էլ մաքուր չի, երբ որ իրենք էգոցենտրիկ գործողություններ են կատարում, եւ այդ էգոցենտրիկ գործողությունների կամ այդ էգոցենտրիկ ցանկությունները իրականացնելու համար պատրաստ են եւ խորամանկության եւ դրամության։ Չէ՞։ Հիմա տեսեք, այստեղ շատ նուրբ անարդա է իրականում քննարկվում։ Որն է այդ նուրբ անարդան, որ կենդանեակը ինքը կարող է իր բարեպաշտությունը, հա, վերագրի իրեն։ Հասկանում եք։ Եվ այս տեքստը ինքը ասում է, ոչ, դու, եթե նույնիսկ դու բարեպաշտ ես, դու քո բարեպաշտությունը չպիտի վերագրես քեզ։ Հասկանում եք։ Այսինքն այդպիսի ազնվորությունը ինքը ինչ-որ կոպիտ մեղքեր չի գործում։ Ինքը արդեն վրոջի լավ բաներ է անում, չէ։ Ինքը բարեգործություն է կատարում, ինքը
ինչ-որ ասկեզաներ է անում, չէ, այսինքն ինչ-որ ճիշտ բաներ է անում, հա, բայց հենց այստեղ է, որ նոր վտանգ է առաջանում, սրա մասին է խոսում տեքստը, հասկանում եք, որ հիմա էլ կենդանիակը ինքը կարող է այդ լավ գործողությունների հիմքի վրա հիմա էլ կրոնականության մեջ կեղծ եսաճացնի, այսինքն փառքի ձգտի, կենտրոնում լինելու ձգտի, իշխանության ձգտի, նյութական բաներին ձգտի, հասկանում եք, այսինքն այստեղ ոչ թե անբարոյականության անարդան է դիտարկվում, հա, այլ որ նույնիսկ բարի գործեր կատարելու մեջ, հա, կարող է լինել բանելի ինքնահաստատման, փառքի հասնելու եւ դիրքի հասնելու մոտիվը։ Հասկանում եք, այդ դրա համար է, որ Տեր Քրիստոսն ինքը կամ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պնդում է, որպեսզի կենդանիակը ինքը իր գործողությունների պտուղները տա։ Այ որ ինքը գիտի, որ ինքը պտուղները պիտի տա, եթե ինքը իրականում իր սրտում առաքինի չի, ինքը երբեք լավ գործեր չի անի։ Հասկանում եք, իսկ եթե ինքը գիտի, որ պտուղը վերջում պիտի տա Աստծուն եւ շարունակում է անել, դա սիմպտոմ է, որ իր սիրտը, այսինքն այդ ինչ-որ ինքը անում է, ինքը մաքուր սրտով է անում։ Հասկանում եք։ Ուրեմն այստեղ Տեր Բրահման իր տեքստով փորձ կատարեց կենդանիակին ազատել հիմա էլ հոգևոր սեփականատիրական մղումներից։ Հասկանում եք։ Այսինքն որ հոգևոր մարդը, երբ որ ինքը ինչ-որ մի գործողություն է անում, ինքը ոչ թե պիտի բոլորին կենտրոնացնի նրա վրա, թե ինքը ինչ է անում, այլ բոլորին պիտի կենտրոնացնի նրա վրա, թե այն ինչ որ ինքը անում է, ում է պատկանում։ Սա էր 13 գլխի ուրեմն տեքստի խորը իմաստը։ Հա, հիմա ինչպես կարելի էր այդ տեքստը ընկալել որպես սխալ ընկալել եւ սխալ օգտագործել։ Չէ՞։ Կարելի էր մտածել այս տեքստի հիմքի վրա, որ ցանկացած կրոնական բան գործողություն կամ ցանկացած բարոյական գործողություն ինքը ինքնըստինքյան արդեն ինքը իրանով բան է, բարեբեր է։ Հասկանում եք։ Իսկ Տեր Բրահմանը ինքը ասեց ոչ։ Այդ ամեն ինչի ինքը բարեբեր է, եթե ինքը ապրվում է որպես երկրպագություն Գերագույն Աստծո ազնվորության եւ նպատակը, որը այդտեղ հետապնդվում է, կանում է նրանում, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գոհ մնա։ Հասկանում եք։ Հիմա կարելի է գալ եզրակացության, որ ուղղակի ծայրահեղ եզրակացության, կարելի է գալ այդ եզրակացության, որ արտաքին գործողությունները իրանք ընդհանրապես պետք չեն, որովհետև կարևորը դա ներքին զգացմունքն է։ Հա? Բայց այստեղ այդպես չի։ Տեր Բրահման ինքը չարժեզրկեց ինքը գործունեությունը։ Ինքը ասեց, եթե սիրտը մաքուր չի, ուրեմն մի գործի։ Ինքը ասեց դու մեկը պիտի ճիշտ գործես։ Բայց երբ որ դու ճիշտ գործելուց մտածում ես քո բավարարման մասին, դու այլ արդյունք ես ստանալու եւ երբ որ դու մտածում ես Գերագույն Աստծո ազնվորության բավարարման մասին, դու այլ արդյունք ես ստանալու։ Հասկանում եք։ Այսինքն այս տեքստում մենք պիտի նկատենք, որ Տեր Բրահման ինքը ուրեմն այսպես անմիջապես իրականում պահպանում է այդ գործողությունների ուրեմն շահավետությունը, գործողությունների ճիշտ լինելը։ Ուղղակի ինքը շտկում է, որ գործողությունները պետք է ունենան ճիշտ մոտիվ, չէ՞։ Այստեղ կենդանիակը ինքը կարող է գալ սխալ տրամադրությունների, չէ՞, եթե այս տեքստը ընկալի որպես կոչ
անել լավ գործեր հանուն ինչ-որ հոգևոր հիմա էլ հոգևորի մեջ ինքնահաստատվելու ուրեմն համար, հա? Եվ իսկ դա նշանակում է, որ կենդանիակը ինքը այդ հոգևորի մեջ ինչ էլ որ անի, ինքը իր համար ինչ-որ կապիտալ է կուտակում, պատկերավոր ասած, չէ՞։ Դրա համար Տեր Բրահման ինքը ասեց ոչ, այդ իրական բանը, իրական բարեպաշտությունը ինքը չի կուտակում, ինքը բաժանում է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն տեքստը կարելի է սխալ հասկանալ այն իմաստով, որ ազնվորությունը ինքը կարող է սկսել այս տեքստերի հիմքի վրա մտածել, որ ուրեմն եթե ես դեռ նյութական մոտիվներ ունեմ, դա նշանակում է, որ ամեն ինչը անիմաստ է, ես հանգիստ կարող եմ հոգևոր կյանքով չզբաղվել եւ այլն եւ այլն։ Հասկանում եք։ Բայց այս տեքստը ինքը դրա մասին չէր։ Ինքը դրա մասին չէր, որ եթե դու մաքուր ես, ուրեմն դու պետք է ոչ մի բան չանես, հա? Ինքը կակրաս տեքստով Տեր Բրահման ինքը ցույց է տալիս, հա, թե որն է այն գործողությունը, որը մաքրագործում է, ռեալ մաքրագործում է կենդանիը։ Հասկանում եք, հա? Կամ ասենք, կենդանիակը ինքը կարող է այս տեքստերի հիմքի վրա գալ այն հասկացողության, որ կարելի է ուղղակի անել բարի գործեր, հա, եւ գերագույն Աստծո ազնվորության դա ընդհանրապես արանքից հանել, որովհետեւ այս տեքստը ինքը այդպես չէ, որ ինքը ուղղակի մի բարեգործության մասին է, որը ինքը իրանով այնտեղ իր կյանքով ապրում է, ոչ, այստեղ Տեր Բրահման ինքը անմիջապես կապեց, որ դա պետք է արվի որպես երկրպագություն գերագույն Աստծո ազնվորությանը։ Եվ այդ ժամանակ է, որ արդյունքները, որը կենդանիակը ինքը ստանում է, խիստ տարբերվում են, հա? Եվ ուրեմն մենք պետք է հասկանանք, որ այդ արդյունքի գաղափարը դա ամենավտանգավոր կետն է։ Հասկանում եք, որովհետև միշտ կեղծ եսը ինքը միշտ լավ արդյունքը ուզում է վերագրել իրեն։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ կարևոր կետ է, որի վրա կենդանիակը ինքը պետք է ուշադրություն դարձնի։ Եվ ուրեմն Տեր Բրահման ինքը 13-րդ տեքստում մի քանի գաղափար առաջ քաշեց եւ շատ կարևոր մի գաղափար առաջ քաշեց, դա նա էր, որ բարեպաշտ գործունեությունը իրանք իրապես դառնում են շատ բանելի, շատ պտղաբեր, հա, եւ բարեբեր կենդանիակի համար, երբ որ կենդանիակը դադարում է այդ բանելի, այդ ազնիվ սուրբ գործունեությունը դիտարկել որպես սեփականություն, այսինքն որպես մի բան, որը պիտի ծառայի իմ էգոյին, հա, եւ երբ որ այդ գործողությունները դառնում են գերագույն Աստծո ազնվորությանը երկրպագելու ձև։ Այսինքն ոչ թե այդ ձևն է, որ կենդանիակին մաքրագործում է, հա, եւ ոչ էլ այն ճիքերն են, որ կենդանիակը ինքը գործում է, որպեսզի ինքը իրան փրկի, հա, ոչ էլ ինքը իրանով բանն է, բարիությունն է, որը ինքը ավարտում է ճանապարհը, չէ՞, ոչ։ Մաքրագործում է կենդանիակին այն ամեն ինչը, ինչը արվում է Աստծո համար կամ Աստծո խաթր։ Եվ պտուղները կենդանիակը ինքը չի փորձում սեփականաշտորեն։ Այս հրա մասին էր խոսքը 13-րդ տեքստում։ Չէ՞ եթե մենք կարճ ասենք, բանաձևը ինքը այսպիսին էր, որը մենք պիտի դուրս բերեինք այս տեքստից։ Ոչ թե պետք է դադարել գործողություններ կատարել, հա, այլ պետք է դադարել համարել ինքդ քեզ այդ գործողությունների տերը, հա,
Եվ այդ ժամանակ է, որ բարեպաշտությունը ինքը ոչ մի տեսակի խապկանք իր մեջ չի պարունակում։ Հասկանում եք։ Եվ ուրեմն 13-րդ տեքստում Տեր Բրահման ինքը քննարկեց այս բոլոր կետերը, որը մենք իցեթեր քննարկեցինք ձեզ հետ այսօր եւ հիմա։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, 14-րդ տեքստը կդիտարկենք արդեն վաղը։ Ստեսություն։